Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, առաջարկությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելուն, ընդհանրապես երկու հոդված, մեկը ստանդարտ հոդված է, հոդված համար 1 առաջարկում է ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետում հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը բառերը փոխարինել թիկունքով դեպի հանձնաժողովը բառերով։ Սյունորենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նա փորձեմ բացատրել ներկայացնել հարցի էությունը։ Ուրեմն մեկ տասնամյակների վեր մինչև 1918 թվականը ականատես ենք եղել ընտրությունների համապետական մասնավորապես ընտրությունների անցկացման ժամանակ աննախադեպ կեղծիքների եւ այդ կեղծիքների մեջ ամենակարևոր տեղը եւ վտանգավոր տեղը զբաղեցրել է ընտրակաշառքը ընտրակերտարարության կոնտեքստում եւ դա շատ վտանգավոր հետևանքներ է ունեցել եւ հազիվ մենք թոթափում ենք դրա հետևանքները եւ ընտրակաշառք հասկացողությունը երբ որ այն ժամանակ գործում էր ինչով էր պայմանավորված էր հետեւել հանգամանքով որ երբ որ թաղային հեղինակություններ, այս կամ այն ուժեր մոտենում էին քաղաքացուն, համոզում էին, որ ձայնը տան իրենց նախընտրելի ուժին, ապա շատ քաղաքացիներ ուղղակի որպեսզի իրանից հեռու մնան, ձեռք քաշեն այսպես կոչված, ասում են հա, լավ, ձայնը կտանք։ Բայց մտածում են կգնան եւ քվեարկեն ըստ իրենց խղճի։ Այնուհետև այդ նույն անձնավորությունները այդ ամեն ինչը համեմում էին գումարային, այսպես կոչված հավելվածով եւ շատ քաղաքացիներ չէին կարող հրաժարվել այդ գումարից, ոչ թե այն պատճառով որ դրա կարիք ունեին, իհարկե կային նաեւ այդպիսիները, այլ չէին կարող հրաժարվել, որովհետեւ եթե հրաժարվա, փաստորեն ըստ իրեն խոստումը չի ուզում կատարի։ Գումարն էլ վերցնում։ Դե լավ, գումարը որ վերցրեց, էլի կասմա կգնամ եւ քվեարկեմ խղճի համաձայն։ Բայց արդեն այստեղ հարցը հասնում է հետագծելիությանը եւ վերահսկողությանը եւ տարբեր մեխանիզմներով այդ կներեք բառի համար տասովշիկները հետամուտ են լինում, որպեսզի այդ ամեն ինչը հասնի իրենց իր տրամաբանական նպատակին։ Հիմա այսօր մենք ինչ վտանգների առաջ ենք կանգնած այդ իմաստով հեղափոխության կարևորագույն ձեռքբերումը ասենք արդար թափանցիկ մակրոծությունների անցկացնելու հետ կապված ես կարծում եմ անակցությունն որ վտանգված է որովհետև ժամանակակից տեխնոլոգիայի պայմաններում շատ հեշտ է այդ հետագծելիությունը ապահովել ընդհանրապես մի հատ հասարակ հեռախոս ունենալով տեսանկարը հանելով կամ նկարելով քվեարկության process-ը առաջարկության իմաստը կայանում է հետևյալում որ քվեախցիկը տեղադրվի ոչ թե այնպես ինչպես միշտ հիմա տեղադրված է այլ հակառակ տեղադրվի եւ քվեարկողը երբ որ գնում է ընտրումա բյուլետեն իր համար նախընտրած երևա վստահված անձանց կողմից երևա կամ հանձնաժողովի անդամների կողմից երևա թե ինչ այլ մանիպուլյացիաներ կարող է անի այսինքն թափանցիկ երևում է այդ մարդը ոչ մի բան չի կարող անի չի կարող նկարի որովհետեւ արդեն մենք ունենք օրենքում որ դա քրեորեն պատժելի է եթե չեմ սխալվում այդ ամեն ինչը մենք ունենք որ քրեորեն պատժելի է նկարը հանելը եւ այլ այդ բաները կա շատ լավ է դա բայց այս պահը որ այդ հետագծելիությունը կաշխատեն ապահովել չարաշահողները իրանց վտանգ է ներկայացնում, անակնկալություն է ներկայացնում։ Իհարկե կառավարությունը տվել է ոչ թե իհարկե, այլ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն, ես փորձեմ կարճ անդրադառնալ այդ եզրակացության հիմնավորումներին, ուրեմն ասում է որ 58-րդ հոդվածում 3-րդ մասում արկա չեն եւ թիկունքով դեպի պատը բառերը։ Այս դիտողությունը այդքան էլ էական չի բովանդակության հետ կապված, բայց այդուհանդերձ իմ մոտ կա 58-րդ հոդվածը միգուցե դրանց հետ փոփոխություն է մտել եւ 58-րդ հոդվածի 3-րդ կետում այդ բարակապակցությունը կա այդ իմաստով։ Հաջորդ դիտողությունը կառավարության կողմից դա այն է, որ Սահմանադրության 7-րդ եւ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածներով գաղտնիության ապահովման հարցը ստեղ կասկածի է ենթարկվում, որովհետեւ հիմնավորումը այն է, որ եթե մարդը մեջքով է կանգնած դեպի հանձնաժողովը, ապա կարելի կլինի իբրև թե տեսնել թե
ոնց է քվեարկում այդ մարդը, որովհետև երևում է։ Բայց եթե ապահովում է պատշաճ հեռավորություն, անհնար կլինի տեսնել, թե մարդը ոնց է բյուլետեն ընտրում։ Այդ թափանցիկությունը ապահովելով հանդերձ անհնար կլինի տեսնել, թե ինչ բյուլետեն է ընտրում, այնպես որ ես դիտողության հետ համաձայն չեմ, հաջորդ դիտողությունը կառավարության կողմից դա այն է, որ ըստ էլի օրենքի ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11.1 մասի համաձայն տեսանկարահանվում է այդ քվեարկության, այդ տարածքը process-ը տեսանկարահանվում է եւ հետեւաբար այդ քաղաքացին անհանգստություն կունենա, որ իրեն կարող են տեսանկարահանել։ Բայց այստեղ էլ լուծում կա, կարելի է խցիկները տեսանկարահանման դիրույթից դուրս թողնել, ուղղակի տեսանկարահանել այդ բանը։ Եվ վերջի հիմնավորումներ, եթե պատշաճ հեռավորություն ապահովելով հնարավոր լինի այդ գաղտնիությունը ապահովել, կառավարությունը ասում է, որ շատ տեղամասերում մենք ունենք, որտեղ տարածքը թույլ չի տալիս այդպիսի հեռավորություն ապահովել, որը մոտավորապես 5-6 մետրի չափ պետք է լինի, սա իմ կարծիքով անընդունելի առարկություն է։